Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ինձ հետաքրքիր է դուք ասեցիք արհեստական բանականությամբ գեներացված նյութերի հետ կապված հնարավորին չափ վերահսկողություն սահմանելու մասին է նաև այս կետը։ Ուզում եմ պարզաբանեք մարդու համաձայնությամբ, թե անկախ մարդու համաձայնությամբ։ Այսինքն, եթե ինքը համաձայն է, որ իրեն գեներացնեն ԱԲ-ով, դա խախտում է լինելու, թե խախտում չի լինելու։ Պարոն Նազարյան, շնորհակալ եմ հարցի համար։ Նախագծի բուն բովանդակությունը կարծում եմ կներկայացնի նախագծի հիմնական զեկուցողը, որքանով որ ես եմ տեղյակ նախագծի բովանդակությունից, այն նախատեսում է այն նյութերի, որոնք որ արհեստական բանականությամբ են գեներացվել, մակնշման պահանջ, այսինքն քաղաքացու համար պետք է հասկանալի լինի, տեսանելի լինի, որ այդ նյութը գեներացվել է արհեստական բանականությամբ, բայց տեխնիկական եւ այլ հարցերի վերաբերյալ, բովանդակային հարցերի վերաբերյալ հիմնական զեկուցողը արդեն ավելի մանրամասն կպատասխանի, ես չեմ կարող այս պահին։ Արձագանք։ Արձագանքի ժամանակ էլ հարց տամ, մենք հանձնաժողովում այս հարցը մի քիչ ավելի վաղուց էինք քննարկել, ինչն է պատճառը, որ մի քիչ ուշացավ եւ արտահերթ նիստով եք այս հարցը քննարկում։ Պարոն Նազարյան, կրկին շնորհակալ եմ հարցի համար։ Մենք մի փոքր այլ ուղղությամբ ենք, այլ կողմից ենք հարցը դիտարկել, մասնավորապես այն կողմից, թե արդյոք օրինակ քրեական իրավունքի դաշտում այս հարցը պետք է կարգավորվի։ Սա բոլորովին այլ բան է եւ սա մի նախագիծ է, որը մշակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում իրենց լիազորությունների շրջանակներում։ Ես ենթադրում եմ, որ եթե դուք կարծում եք, որ ժամանակատար է եղել գործընթացը, ենթադրում եմ, որ ուսումնասիրություն են արվել, նաև միջազգային փորձ է ուսումնասիրվել եւ այլն, եւ մասնավորապես այս արհեստական բանականության կատաղի մուտք գործումը, այսպես ասած, մեր բոլորիս կյանք, կարծում եմ նոր բան է եւ պետք է ավելի մանրամասն ուսումնասիրել, թե ինչպես կարող է դաշտը կարգավորվել եւ ապա նոր կատարել փոփոխություն։ Ես ենթադրում եմ պարզապես եթե սա կարելի է համարել ուշացում, ապա այդ ուշացում պայմանավորված է եղել հենց դրանով, որ չվնասենք, օգնելու փոխարեն չվնասենք։